Ամեն տանտիկին իր ձեռքի տակ պետք է ունենա այս ունիվերսալ խմորի բաղադրատոմսը, քանի որ այս խմորից կարելի է պատրաստել ամեն ինչ։ Պոնչիկներ, խաչապուրի, կարկանդակներ, պիցցա, հոթ-դոգ, անգամ տնական հաց կարող եք պատրաստել։ Ես այսօր հոթ-դոգ եմ պատրաստել։ Դե ինչ, պահպանեք հոլովակը ու անցնենք 1 կիլոգրամ ալյուրի մեջ ավելացնում ենք 1 ճաշի գթալ խմորիչ, 1.5 ճաշի գթալ աղ, 1 թեյ գթալ շաքարավազ։ Խառնում ենք ու դնում մի կողմ։ Մեկ այլ տարայի մեջ կոտրում ենք 1 ձու, դրան ավելացնում 100 գրամ մածուն, 60 մլ բուսայու, 1 ճաշի գթալ մայոնեզ, 600 մլ տաք ջուր։ Այնուհետև ստացված անգվածը լավ խառնում ենք ու լցնում ալյուրի մեջ։ Այժմ հունցում ենք խմոր ձեզ հարմար տարբերակով։ Կարող եք հարիչով հունցել կամ ինպես փայտե գթալով։ Հունցում եմ ամենակիչը 10 րոպե, պետք է ստացվի այսպիսի զանգված։ Խմորը պետք է լինի ոչ շատ պինդ, ոչ էլ շատ թույլ։ Հիմա այն ծածկում ենք ու դնում տաք տեղ։ Պետք է առնվազն 2-ից 3 ժամ հանգստել։ Ես խմորը դնում եմ ջեռոց 50 աստիճանի տակ, այդպես ավելի արագ է հասնում։ Ինչպես հասկացա, մայրիկս ընկել է իր նկարահանումներով եւ այսօրվա հացը ես եմ պատրաստում։ Ավելի ճիշտ փչացնում։ Մի րոպե սա կգամ։ Մամ ջան, անակնկալում ես։ Սիրելիներս, չեմ հավատում, բայց այո, աշխարհահռչակ Atwell բրենդի F16 Ultimate 4 թաց մաքրում անող փոշեկուլը իմն է։ Իրականում, որի մասին ես շատ վաղուց էի երազում։ Ինչպես նշեցի, այս փոշեկուլը նախատեսված է 4 խոնավ մաքրման համար եւ ունի 2 տարա։ Մեկի մեջ լցնում եք մաքուր ջուր, իսկ մյուսը կեղտոտ ջրի համար է։ Ձեզ ցուցադրելու համար, թե ինչքան իդեալական է մաքրում եւ միառժամանակ լվանում հատակը, տեսեք, թե ինչքան դժվար փորձությունների եմ ենթարկվում Atwell բրենդի փոշեկուլը։ Ասել, որ ես հիացած եմ, կնշանակի ոչինչ չասել։ Տեսեք, թե ինչպես է ընդամենը 1 շարժումով մաքրում։ Եվ ամենացնցողը, այս փոշեկուլը ունի ինքնամաքրման եւ ինքնաչորացման ռեժիմ։ Ուղղակի սեղմում եք կոճակը եւ այս հրաշքը ինքն իրեն մաքրում է։ Իսկ հիմա շոկ կոնտենտ։ Տեսեք եւ ինքներդ համոզվեք, որ իսկապես առանց չափազանցնելու փոշեկուլը շատ լավ է մաքրում։ Իր մեջ հեշտությամբ կլանում է ցանկացած տեսակի կեղտն ու փոշին։ Իսկ ֆիլտրը կարող եք հանել ու լվանալ հոսող ջրի տակ։ Այս փոշեկուլը ուղղակի փրկություն է ինձ համար, որովհետեւ մաքրության վրա այլևս ժամեր չեն վատնում։ Իդեպ կարող եք մաքրել եւ լվանալ ոչ միայն սալիկներ, այլ նաեւ լամինատի ու գորգերի համար է նախատեսված։ Նաեւ նշեմ, որ այն ձեզ շատ երկար կծառայի, քանի որ իր բոլոր մասերը ազատ վաճառքի մեջ են։ Եվ անհրաժեշտության դեպքում կարող եք պատվիրել։ Բոլորին խորհուրդ եմ տալիս դուք էլ գնեք այս փոշեկուլը եւ ձեր առօրյա գործերը կրկնակի արագ ու հաճելի կանցնեն։ Կարող եք պատվիրել Wildberries-ից, Ozon-ից կամ Atwell բրենդի Instagram-յան էջից։ Դե ինչ, անցել է արդեն 3 ժամ, խմորը ինչպես տեսնում եք լավ բարձրացել ու հասունացել է։ Տեսեք, թե ինչ իդեալական խմոր է ստացվել։ Հիմա այն տեղափոխում ենք ալյուրով պատված աշխատանքային մակերեսին ու բաժանում մասերի։ Սկզբից 4 մասի, որից հետո յուրաքանչյուրը եւս 6 մասի։ Այս խմորի չափաբաժնից ինձ մոտ ստացվեց 24 հատ հոթ-դոգ։ Սիրելիներս, այս խմորի բաղադրատոմսը ձեզ մոտ անպայման պահպանեք, որովհետև այն ունիվերսալ է եւ ամեն բան շատ լավ է ստացվում։ Կարող եք եւ պիցցա պատրաստել, եւ կարկանդակներ, մի խոսքով ինչ կցանկանաք։ Գնդելուց հետո թողնում ենք եւս 15 րոպե հանգստանա, որից հետո ձևավորում ենք հոթ-դոգները։ Այսպես ձեռքի շարժումով խմորը բացում ենք ու փաթաթում նրբերշիկների վրա։ Հոթ-դոգները դնում ենք ջեռոցի տապակի մեջ, ծածկում ու թողում 15-ից 20 րոպե հանգստանալ։ Որից հետո վրան քսում ենք հարազդու ու տեղափոխում ջեռով թխվելու։ Թխելու ենք 220 աստիճանի տակ մոտ 35-ից 40 րոպե, մինչ ոսկեգույն դառնալը։ Ահա եւ մեր համով հոթ-դոգները արդեն պատրաստ են։ Փափուկ են ստացվում, ուղղակի հրաշք։ Ես այս խմորից նաև մի քանի հատ պիցցա պատրաստեցի։ Սիրելիներս, փորձեք դուք էլ պատրաստեք այս բաղադրատոմսով, կարծում եմ դուք նույնպես շատ կհավանեք։ Իսկ եթե պատրաստեք, կգրեք մեկնաբանությունների բաժնում հավանեցիք թե ոչ։ Կամ կարող եք լուսանկար ուղարկել իմ Facebook-յան կամ Instagram-յան էջին։ Չմոռանաք կիսվել այս հոլովակով նաև ձեր ընկերների հետ ու բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան, պես որ անպայման բաժանորդագրվեք, որպեսզի հետագայում բաց չթողնեք նոր հոլովակները։